Թերթ-ը վկայակոչելով CNN Թուրքը գրում է, որ Թուրքիայի փոխվարչապետ եւ կառավարության խոսնակ Բյուլենդ Արընչը հայտարարել է, թե Ֆրանսիայի դեմ ձեռնարկած պատժամիջոցներում փոփոխություններ չեն լինելու։ Նրա խոսքով Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի ընդունած որոշումը բոլոր առումներով ուրախացնող է։ Որևէ երկրի խորհրդարան իրավունք չունի մեկ այլ երկրի անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին որոշումներ ընդունել կամ օրենքներ ստեղծել, ասել է Բյուլենդ Արընչը։ Armen Press-ը գրում է, որ հանրապետական կուսակցությունը փորձելու է իր նախընտրական ծրագրում անիրատեսական խոստումներ չներառել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա ասել է, որ քաղաքացիական հասարակության հենքը միջին բիզնեսն է, ուստի ՀՀԿ նախընտրական ծրագրով փոքր եւ միջին բիզնեսը գտնվելու են պետության ուշադրության կենտրոնում։ Մեդիամաքս-ը հրապարակել է նախընտրական շրջանում հայկական հեռուստատեսությունների գովազդի հեռարձակման սակագները։ Այսպես, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում քաղաքական գովազդի վճարովի եթերաժամի 1 րոպեն կարժենա 80,000 դրամ։ Հայկական երկրորդ հեռուստաընկերությունում շաբաթվա 6 օրերին 18-ից 24-ը, իսկ կիրակի 10-ից 24-ը կարժենա 60,000 դրամ։ Մյուս եթերաժամերին 30,000 դրամ գումարած ավելացված արժեքի հարկը։ Ամենաբարձր գները սահմանել են Շանթ եւ Արմենիա հեռուստաընկերությունները 120 եւ 110,000 դրամ։ Երևան եւ Ար հեռուստաընկերությունները քաղաքական գովազդի համար վճարովի եթերաժամ չեն տրամադրի։ Հայնյուզ-ը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հայտարարած գրքեր դատապարտյալներին ակցիայի արդյունքում քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվել են ավելի քան 3000 բազմաժանր գրքերով։ Ակցիան շարունակվում է, հետաքրքրվողները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Երկիր-ը պարզել է, որ կառավարության նախավերջին նիստի ժամանակ ընդունած որոշումն այսպես թե այնպես բխում է գործող օրենսդրությունից։ Կայքը գրում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 332 հոդվածի համաձայն հայցային վաղեմության ժամկետը 3 տարի է, այսինքն 2008-ից առաջ չվճարված հարկերը, այդ թվում նաև գույքահարկը, օրենքի սահմաններում պետությունն այլևս պահանջել չէր կարող։ Դրա համար էլ այսպիսի առատաձեռն նվերներ է անում ընտրությունների շեմին։